իր միակ առավելությունը եւ արժանիքը այս կյանքում, եթե կարելի է այդպես ասել, էլի, ու իր միջավայրում, իր չափանիշներով, այնա որ ինքը Հայաստանի նախագահ աշխատած մարդու որդին է։ Այն մարդու, որ Հայաստանում երբեք ընտրություն չի հաղթել, երբեք արդար ընտրությամբ նախագահ չի դարձել։ Եկել է ազգային ժողովի ընտրված փոխոսնակին, ասում է դու ով ես։ Եկել ձև հասկացանք 1 2 3 Իսկ դուք հիմա իմ հետ պետք է տղայք դա գնահատական է։ Դա գնահատական է, որը ձեր մեդիա հաբինն է, որը ես չգիտեմ որտեղից է ֆինանսավորվում, ինչպես բազմաթիվ այլն է, դուք որտեղից եք օրինակ ֆինանսավորվում, հաշվետվություն տվել եք, որ Եվ բնակարան չունեք Երևանի կենտրոնում, ոչինչ, որ լավ աշխատեք, որ լավ այսպես որ ազգային ժողովի փոխոսնակի հասցեին, այսպես գնահատականներ հնչեցնեք, դուք եք գնահատեք 3 բնականան Երևանի 3 չէ, բայց 2 ունենան։ Պարոն Եվան, եկեք չթիրախավորենք հարցին պատասխանելը։ Դուք եք թիրախավորում, տղայական ռազմական, դուք գնահատական եք տալիս։ Տղայական ռազմական ինչ հա դուք ասեք այդ որ կատեգորիայի մոտնում արա այ տղա Լևոն, որը թուրք են ասում։ Հերթով այդ նախադասությունները ասել այդ ինչի մեջ է։ Սկրիպտը սկսեցիք առաջին նախադասությունից, թե կեսից։ Նախ արա այ տղան որ կողմից հնչեց Լևոն Քոչարյանի։ Ես ասեցի, նախ ասեցի այնտեղից Լևոն Քոչարյանի կողմից հնչեց միավորան, որին պատասխան Արա այ տղա դուրս, այսինքն էս նորմալ։ Չգիտեմ, նա եկել է ձայնագրությունը։ Հա, խորհրդարանական երկու պարոն Եվան, սա նորմալ է։ Դե եթե Լևոն Քոչարյանի նմանները պատգամավորն են, նորմալ չի, Ուրիշ հարց Պարոն Քոչարյանի ջղագրդիռ բանքագիծը ինչով եք մեկնաբանել։ Ասենք հասկացեք, 1-2 չենք խոսում, ես համեստ ենք պահում։ Ասենք դուք չեք հիշի, շատ երիտասարդ եք էլի, ով ավակսերից չկա։ Ուրա Թաքուի Թովմասյանը չկա, սաղ չենք ինձ թուրք ասելով։ Կներեք էլի, իրանց կուսակցական շատ լրագրողներ ման են եկել, եք այստեղ ում ասում, ձեզ ասում ենք թուրքը, ղալատ են անում, գլուխները պատին են տանում թուրքը։ Թուրքը հիմա ասել է ասում։ Պարոն Եղոյան, պարոն Քոչարյանի ջղագրդիռ բանքը ինչով եք Պարոն Արշակյանի վարկագծի մեջ այլ խնդիրներ չէիք նկատել, օրինակ, կամ իմ օրինակներ կարող է շատ բորբոքված են խոսում, օրինակ պատգամավորին վայել ինտոնացիայով եմ ես հիմա խոսում Չեմ հատել տղայական ռազմորկայի սահմանը, միգուցե պատահման, բայց եւ հատել դուք լրագրողի հետ լրագրողի հարցից վրդովված նորից շարունակում եք պարոն Եվան։ Ինչի կարելի։ Չի կարելի, սա հարցաքննությունն է, դուք եք քննիչն եք, մենակ դուք կարաք հարց տաք, ես պատասխանեմ ու մեկնաբանություն չանեմ։ Եվան, որը վերևից նայում եք, թե ինչա կարող։ Հա, այսինքն ես ձեր հարցի վերաբերյալ չեմ կարա ձեր մասին մեկնաբանություն անեմ։ Չկա նման իրավունք։ Արեք, ես ունեմ ձեր մեկնաբանությունը։ Վերջացավ մեկնաբանությունը, եթե չնկատեցիք, կտակ չէ եթե։ Ուղիղ եթերում ենք մենք աշխատում Եվան, այո, մենք միշտ ձեզ ուղիղ եթերում ենք Շատ լավ, տեղում ձեր հնարավորությունները։ Երևի լավ հովանավորներ գտնում եք։ Ձեր թույլտվությամբ հարգել եք պարոն Եղոյան։ Քաղաքացին եմ հովանավորում պարոն Եվան։ Ցեք ուղակի որ իմանալ։ Հա, Սիվիկերն ասացած պատասխանը։ Ինչու եք իրականացնում։ Արգելք մենք ֆինանսավորվում ենք, նայում է ֆինանսավորողներին են հիշում, ես էլ եմ ուզում ֆինանսավորել։ Իրանց ֆինանսավորողները շատ բաց գրած։ Իրանց ֆինանսավորողը կփնա։ Ձեր ֆինանսավորողը չգիտեմ ով է։ Հենց այդ Արգելի կոլեգա, Եվ ինչպես նշել եմ իրար վիրոպը, ինչպես նշել եմ լրագրողները առանց սահմանների կազմակերպությունը Հայաստանում իրենց գնահատմամբ, որը կառավարական կազմակերպություն չի, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն է 4 անկախ լրատվամիջոց կամ մյուսները գտնվում են կամ իշխանության ազդեցության եւ ֆինանսավորման ներքո կամ նախկին օլիգարխների, սա մեջբերում է զեկույցից։ Դուք այդ 4-ի մեջ չկաք եւ իշխանական ֆինանսավորման մեջ էլ չկաք, չգիտեմ, նախկին օլիգարխների ֆինանսավորման մեջ կաք կամ ներկա օլիգարխների, չնայած հիմա օլիգարխներ չկան, կան ուղղակի մեծահարուստներ։ Կաք թե չկաք, ժպտում եք, տեսեք, դեռ ժպտում եք։ Շատ լավ, պարոն Եղոյան, խնդրում եմ մեր հարցին պատասխանելիս չժպտաք, որպեսզի դա դիսկրիմինացիա չընկալվի, այդուհանդերձ պարոն Եղոյան, ինչով եք բացատրում պարոն Քոչարյանի ջղագրդիռ այդ կապվածքը։ Բացատրում եմ նրանով, որ մենք շատ ենք լռել, ասենք մենք շատ լռեցինք ընդհանրապես այս դահլիճում։ Երևի դա մեծ սխալն է, որ ասենք իրան թույլ չխոսելա ձև Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի հասցեին։ Ասենք իր հետ այդքան ձեն հավաքել է այս երկրում։ Հիմա ասենք ես էլի կնյարդայնանամ, էլի կասեմ, դուք էլ կասեք նյարդայնացած գործընկերն էլ կասի ռազմորկայի տոննա եւ այլ։ Իր հայրը Հայաստանում կյանքում կերազեք ինքան ձայն հավաքել, ինչքան Նիկոլ Փաշինյանն է առաջին եւ երկրորդ ընտրությունների
եկեք այստեղ խոսելա ձևը, այսինչ ոչ եկել է այստեղ ոչ անձնագիր, ոչ կացության թուղթ, եկել է կեղծիքով դարել է նախագահ, միլիոնները դիզել են, ցանկը նայում ես չի հերիքում շնչառությունը, հելնում մի բաժակ կոֆե ես խոմ, գաս ցանկի երկրորդ մասը նայես, հելել կոռուպցիայից է խոսում, ասենք ինչ ծաղ է ընդհանրապես, ձեռ են առնում, ասենք մարդկանց, հետո ասեք մի վրդովվեք, դուք չեք վրդովում, դուք ես երդի քաղաքացի եք եղել, դուք դատախազի ներկայացած ցանկը, որը շատ ավելի կարճ է, քան այլ ցանկեր, որոնք տարբեր տեղեր հրապարակվել են, այդ ցանկը նայելուց դուք որպես Հայաստանի քաղաքացի, օրինակ չեք վրդովում, թե ուղղակի ասենք ձեր խմբագրակազմի ասենք գիծը պահեք ու վեր, ձեր գործը այսօր անեք ու վեր, դուք չեք վրդովում դրանից։ Չասենք հետ դուք բոլորը, այստեղ հիմա ներկաները, բա ուր են մյուսները, բայց երեք որ հարձակվել էին ին վրա, ուր են չկան։ Բայց սպասենք իրանք են գան։ Քոչարյանը Այդպես մի խոսեք, էլի լրագրողները։ Ո՞նց եմ խոսում, ժողովուրդ ջան։ Շներ չեմ որ հարձակվեն ձեր վրա, իրանք կարող են ընդհանրապես ձեզ հարցեր տալ։ Դա արդեն ձեր մանիպուլյացիան է, ուրեմն մարդն կարա մարդու վրա հարձակումը։ Եկեք լրագրողներին մի համարեք ձեր վրա հարձակվել, մենք Դա որ հարձակվել է հարձակումը, անպայման չի շուն լինի։ Մարդը մարդու վրա կարող է հարձակվի եւ ոչ միայն ֆիզիկապես, այլև խոսքով։ ճնշել են ձեզ հոգեբանական քրիմինալները։ Իրանք չեն կարող հոգեբանական ճնշման ենթարկել, որովհետեւ իրենք չգիտեն այն ձևերը, որ կարող են ինձ հոգեբանական ճնշման ենթարկել։ Դա իմանալու համար պետք է շատ երկար ուսումնասիրել, թե ոնց են ընդհանրապես մարդուն ենթարկում։ Հոգեբան պետք է ժամանակ եւ էներգիա դնել նրա մեջ կրթվել, դրա համար էլ է պետք կրթություն, ինչից իրանք այդքան չգիտեմ էլի ջհայնացան երեք ասացի պետք է Եղոյան վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին վերադառնալու վերադառնանք այսօր Պարոն Քոչարյանը վերահաստատեց, որ այն ինչ ունեն օրինական է։ Դեպ այս միտքը նա գտնել է 2 տարի առաջ։ Լսեք, մենակ դատախազի պահանջած դրամական եւ դրան հավասարեցված, այսինքն պարտքի իրավունք, այնտեղ փոխառություններ եւ այլ արժեթղթեր, այսինքն ոչ թե անշարժ գույք, այլ զուտ, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, քեշին համարժեք վերադարձի ենթակա գումարը, հանրագումարը կազմում է $100 միլիոն, $100 միլիոն, սրան գումարած 22 անշարժ գույք, ընդեղ չգիտեմ, սրան գումարած նայր ինշուրանսում, ընդեղը սեփականության մաս, Toyota-յում, սա դեռ չեն վերածում դրամին, այն զուտ քեշի մասը $100 միլիոն է, պատկերացնում եք, դեռ ասում չէ 4 միլիարդ չի, շատ ավելի քիչ է, շատ ավելի քիչ ինչքան է, $100 միլիոն գումարած 22 անշարժ գույք, գումարած մյուս ընկերություններում մասնակցություն, ասենք, ես էլի տեսեք, այսքան մենք ստեղ ենք Նախագահի չոր աշխատավարձով է վաստակել, ճակատի քարտինգով է վաստակել։ Նախագահի ոչ միայն չոր աշխատավարձով, այլև կեղտոտ աշխատավարձով էլ հնարավոր չի եւ նույնիսկ սովորական միջին վիճակագրական կոռուպցիայով էլ հնարավոր չի այդքան փող աշխատել։ Այդքան փողի համար պետք է լինի համակարգված, վերից վար, ստրուկտուրիզացված, ինչպես մեկ այլ նախագահն է սիրում ասել, ստրուկտուրիզացված կոռուպցիոն համակարգ, որտեղ ամեն լուման հստակ ունի իր ասոցիատները, ներքևից վերև մուծելով, այնտեղ գալիս է հարկային, մաքսային այնտեղ, բոլորը իրանց փայերը գիտեն եւ այդպես է պետք է հատվածական, այստեղ, այնտեղ աշխարհով հնարավոր չի $100 միլիոն գտնել։ Այսինքն ուզում եք ասել, որ ողջ պետական համակարգը թաթախված է։ Ժորժան, ախր դու մոմենտ ինչ ես պարզ բաներից խոսում։ Հիմա ինձ դուք ասում եք, ուզում եք ասել, որ երկիրը կլոր է, բայց ասենք ես չեմ ուզում ասել, դա արդեն վաղուց հայտնի է։ Որ երկրագույնը կլոր է, ինչպես որ հայտնի է, որ իրենք ունեն ահռելի մեծ ահռելի շատ կուտակված ապօրինի գույք, որի վերադարձով, որ հիմա դատախազությունը զբաղվում է։ Բայց այդ էլ լինում, այն վերադարձվածները, որ ամեն օր հրապարակվում են, ձեզ այդ թվերը զարմանք չեն նշում։ Զարմանք չեն նշում։ Չեմ ասում, որ մի գյուղապետից կարող է դատախազությունը պահանջի $2.8 միլիոն։ $2.8 միլիոն։ Ասենք չգիտեմ, գյուղապետ, շատ փոքր ու աղքատ գյուղի գյուղապետ, ոչ թե չոր հարուստ գյուղի գյուղապետ։ Մասշտաբը դրա պատկերացրեք, եկեք կոռուպցիայից ապշելու է, լավ հասկացանք, գոնե նես բաներից խոսանք, որ այդտեղ խոսալու տեղ կարող է եւ ունենա։ Իմ առաջարկը այն է, որ մենք Եվ այնուամենայնիվ, ամփոփելով պարոն Եղոյանի
ձեզ հետևում էին ազգային ժողովի աշխատանքին քաղաքացիները հետևում էին ուղիղ Բա, երթերում, շատ այս լավ է, ամենին ականատես եղան։ Ինչին անեն։ Դուք ազգային ժողովի նիստերի Հա, բա, դահլիճում ունեցած ազգային բան եք։ Լավ, այս առումով ինչ ունեք ասելու, հա քաղաքացու։ Ասի մի ժամանակ քաղաքացիների հետ էի խոսում ես։ Ինչ ունեք ասելու, ներողություն խնդրելու կարիք կա, թե չէ այն ամենին ինչ ականատես են լինում ընդհանրապես նիստերի դահլիճում։ Եվ ձեր կողմից եւ ընդդիմությանն էլ էս հարցը տալու այդպես լինի այդ զարմացած։ Կանգի եք ասում։ Կանգի եք։ Տեսեք ոչ SMS են ուղարկում ինձ հարցերը ոչ էլ ես Գնաց հատ ներողություն։ Քաղաքացիները ուղիղ եթերում էին նայում ձեզ, հա, պարոն Եղոյան։ Ու ականատես։ Տներեք, էլի հասկանամ, ինձ հասկանամ ինչի համար ներողություն։ Այն ինչը պետք է Որ վիճել եք ազգային ժողովի դահլիճում, բայց դահլիճը նաև վիճելի համար։ Իսկ նորմալ է։ Այսինքն սա բան է, սա անկերական հավաք չի բանին։ Մեկի ծնունդին, որ գանք ջան ասեն, ջան լսեն, սա քաղաքական պայքարի դահլիճ է, եւ այստեղ կարող է լինել վեճ հիմնականում խոսակողներից եւ ուրեմն նախատեսված ելույթի ժամերին, եթե պարոն Քոչարյանի պահվածքի նման պահվածք էլի կրկնվի, նաեւ խոսափողից, այսինքն տեղերից արձագանքների միջոցով։ Որտեղ իր ասածը չի կարելի թողել անարձագանք։ Ինքը իրավունք չունի, դեռ ոչ մեկ իրավունք չունի, ժողովուրդ ջան։ Ասենք հասկանանք էլի, հավանում եք, չեք հավանում, համակիր եք, չեք խոսում է ազգային ժողովը։ Ընտրված փոխնախագահ, ընտրված, այսինքն նախ ժողովրդի կողմից ընտրված որպես падգամավոր, հետո էլ ազգային ժողովի կողմից ընտրված որպես փոխնախագահ։ Ասենք աշխարհի ո՞ր մի նորմալ երկրում եք պատկերացնում, падգամավոր տեղից ելնի, ասի դու ով ես։ Հա, ասի դուք վատն եք, սխալն եք, նույնիսկ չգիտեմ, ինչ որտեղ կոպիտ խոսա, կոշտ խոսա, բայց առանց այդ մարդու, այսինքն չգիտի ով է, այդ ինչ ասել։ Իսկ ինքը ով է։ Լավ։ Ինձ նույնց եմ ասում, գիտում եք, ինքը ով է բացի իր հորտոնը լինելուց, ինքը ով է։ Ինչ է արել ինքը այս կյանքում առանց իր հոր։ Առանց իր հոր ինչ արել այս կյանքում։ Եթե չլիներ իր հայրը, ինքը ինչ կկարողանար անել այս երկրում, այն նրանից ինչ որ արել է։ Ունենար ինքը այնքան գույք, այն որ ասում է 4 միլիարդ չի, քիչ է, հա, այդ քիչ է իր ասած։ Այդ 100 միլիոն դոլար է։ Կամ 4 միլիոն դոլար։ Ունենար ինքը։ Չասենք դա բան է, էլի, ասենք եկել են ում ստեղ ինչ են ասում, ընդհանրապես թող ասենք հա էլի հասկացանք, այդ փողը կարա մարդու մոտ բան ստեղծի, պահի տեղ կարող է գլխապտույց ստեղծի եւ այլ, բայց հասկանանք էլի ով բարեկամն է եւ այլ։ Իսկ պարոն Քոչարյանի ոչ ստանդարտ այսպես падգամավորին ոչ հարի, ճղածիկ, կեցվածքի մեջ դուք ինչ-որ միտում տեսնում եք գուցե Այո, իհարկե, այո, միտում տեսնում եմ եւ կարծում եմ, որ սա կազմակերպված մեկ մեծ միասնական պլանի մի մասն է եւ այդ պլանը պիտի ձախողել ամեն գնով, որովհետեւ այդ պլանը Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու համար չի գծվել։ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ աշխատելու համար է գծվել այդ պլանը։ Եվ որն է դրա վերջնանպատակը։ Դրա վերջնանպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստն է։ Այդ չարաբաստիկ պլանի, ինչպիսին որ արդեն մի քանի անգամ գործարկվել է եւ ինչպիսին որ մի քանի փուլով այդ ինքնիշխանությունը արդեն զիջվել է այդ մարդկանց կողմից։ Այդ է դրա պլանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։